Չափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցները հանգեցրին զոհի և մի քանի ծանր վիրավորների։ Դեպքը տեղի ունեցել բնակելի հատվածում, բազմաբնակարան շենքերի հարևանությամբ, ինչը միջադեպը դարձնում է ոչ միայն քրեական, այլև հանրային անվտանգության լուրջ խնդիր։ Այս տեսանյութում կներկայացնենք ամբողջ պատկերը, ինչ է հայտնի այս պահին, ինչ վիճակում են տուժածները, ինչ է հայտնաբերվել դեպքի վայրում, ինչ քայլեր են ձեռնարկում իրավապահները և ինչ հարցեր են մնում բաց։ Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Աբելյան փողոցի 9 հասցեի մոտ հնչել են բազմաթիվ կրակոցներ։ Տեղի բնակիչների խոսքով սկզբում լսվել են առանձին կրակոցներ, այնուհետև ավելի ինտենսիվ փոխհրաձգություն։ Ոմանք նշում են, որ կրակոցների ձայները հիշեցրել են ավտոմատ զենքի կիրառություն։ Դեպքը տեղի է ունեցել, երբ տարածքում դեռևս եղել են անցորդներ և բնակիչներ։ Սոցիալական ցանցերում արագ տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք փողոցում միմյանց ուղղությամբ կրակ բացում։ Տեսանյութում նկատվում է մի քանի անձ, ակտիվ շարժ, կրակոցների ձայներ, մեքենա տարածքում։ Պաշտոնապես տեսանյութի իսկությունը չի մեկնաբանվել, սակայն այն լայնորեն շրջանառվում է և դարձել է միջադեպի քննարկման հիմնական հիմքերից մեկը։ Տուժածները տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ։ Արմենիա բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվել է 7 քաղաքացի։ Բժշկական տվյալները հետևյալն են. 1 անձ մահացել է, 2 անձի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր, 2 տուժածի կյանք հնարավոր է վտանգ սպառնա, վիրահատությունները շարունակվում են։ Բժիշկները նշել են, որ վնասվածքները հիմնականում նման են հրազենային, սակայն վերջնական եզրակացությունը կտրվի լրացուցիչ հետազոտություններից հետո։ Ըստ այլ աղբյուրների, ընդհանուր վիրավորների թիվը կարող է հասնել 10-ի։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, առնանման հետքեր, դանակ։ Նշվում է նաև, որ տարածքում գտնվել է Lexus մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Իրավապահները պարզում են մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և հնարավոր առնչությունը միջադեպին։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Այս պահին պարզվում են միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունները, կոնֆլիկտի շարժառիթները, օգտագործված զենքերի տեսակները, հնարավոր նախնական վիճաբանության հանգամանքները, քրեական վարույթը ընթացքի մեջ է։ Այս պահին հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերն են. ինչ է դարձել բախման պատճառը, արդյոք կողմերը ճանաչել են միմյանց, որքան զենք է օգտագործվել, կան կասկածյալներ կամ ձերբակալվածներ, արդյոք դեպքը նախապես ծրագրված էր։ Պաշտոնական հաստատված պատասխանները այս հարցերին դեռևս չկան։ Միջադեպը տեղի ունեցել բնակելի հատվածում, սա նշանակում է, որ վտանգի տակ կարող էին հայտնվել ոչ միայն բախման մասնակիցները, այլև պատահական անցորդներ։ Քաղաքային միջավայրում հրազենի կիրառումը լուրջ սպառնալիք է հանրային անվտանգությանը։ Նման դեպքերը սովորաբար առաջացնում են բարձր հանրային արձագանք և պահանջում են արագ իրավական գնահատական։ Առաջիկա օրերին սպասվում է պաշտոնական հաղորդագրություն քրեական վարույթի վերաբերյալ, հնարավոր ձերբակալություններ, փորձագիտական եզրակացություններ, տուժածների վիճակի թարմացումներ։ Դեպքի ամբողջական պատկերը կհստակեցվի միայն քննության ավարտից հետո։ Փետրվարի 18-ի դեպքը պարզապես հերթական քրեական հաղորդագրությունը չէ։ Այն մի միջադեպ է, որը տեղի է ունեցել քաղաքի բնակելի հատվածում, մարդկանց ամենօրյա կյանքի միջավայրում։ Երբ կրակոցներ են հնչում շենքերի բակերում, հարցը դադարում է լինել միայն մասնակիցների միջև հաշվեհարդար, այն դառնում է հանրային անվտանգության հարց։ Այս պահին արդեն հայտնի է, որ կա զոհ, կա նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ և կան մարդիկ, որոնց կյանքին դեռ վտանգ է սպառնում։ Բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար, իսկ իրավապահ մարմինները փորձում են պարզել, ինչ է տեղի ունեցել իրականում, ով է սկսել, ինչ է եղել բախման պատճառը և արդյոք դեպքը եղել է հանկարծակի, թե նախապես ծրագրված։ Բայց այստեղ կա ավելի լայն հարց. ինչպես է հնարավոր, որ քաղաքային միջավայրում օգտագործվում է հրազեն, ինչպես է ստացվում, որ մի քանի րոպեում փողոցը կարող է վերածվել վտանգավոր գոտու, և ամենակարևորը, ինչպես կարելի է կանխել նման դեպքերի կրկնությունը։ Այս հարցերի պատասխանները միայն քրեական գործի շրջանակներում չեն գտնվում, դրանք վերաբերվում են նաև կանխարգելման մեխանիզմներին, վերահսկողությանը, զենքի շրջանառությանը և ընդհանրապես իրավապահ համակարգի արդյունավետությանը։ Այս դեպքը ցույց է տալիս մի կարևոր հանգամանք՝ ցանկացած լարվածություն, ցանկացած կոնֆլիկտ, երբ դուրս է գալիս վերահսկողությունից և վերածվում է զինված բախման, վտանգ է ներկայացնում ոչ միայն ներգրավված կողմերի, այլև ամբողջ հասարակության համար։ Այս պահին քննությունը շարունակվում է։ Հավանաբար առաջիկա օրերին կհայտարարվեն կասկածյալներ, կներկայացվեն մեղադրանքներ, կհստակեցվեն շարժառիթները։ Սակայն անկախ այն բանից, ինչպիսին կլինի վերջնական իրավական գնահատականը, փաստը մնում է փաստ։ Մեկ մարդ այլևս կենդանի չէ, մի քանի ընտանիք սպասում է հիվանդանոցներից լավ լուրերի, իսկ մի ամբողջ թաղամաս ականատես է եղել մի իրադարձության, որը երկար կհիշվի։
Հատկապես կարևոր է այս փուլում խուսափել չստուգված տեղեկությունների տարածումից։ Սոցիալական ցանցերում արագ տարածվող ենթադրությունները հաճախ կարող են խանգարել քննությանը եւ ավելորդ լարվածություն առաջացնել։ Լուրջ եւ պատասխանատու վերաբերմունքը նշանակում է սպասել պաշտոնական տեղեկություններին եւ չավելացնել արդեն իսկ լարված իրավիճակը։ Նման դեպքերից հետո հասարակության մեջ բնականորեն առաջանում է անապահովության զգացում։ Դա հասկանալի է, երբ բախումը տեղի ունենում ոչ թե հեռավոր վայրում, այլ բնակելի շենքերի հարևանությամբ, մարդիկ սկսում են հարց տալ, արդյոք իրենց միջավայրը բավարար չափով անվտանգ է։ Սակայն պետք է փաստել, իրավապահ մարմինները դեպքից անմիջապես հետո արձագանքել են, տարածքը մեկուսացվել է, իրականացվում են օպերատիվ հետախուզական գործողություններ, քննության արդյունքներն են, որ պետք է վերջնական պատասխան տան բոլոր հարցերին։ Այս պատմությունը դեռ ավարտված չէ, այն շարունակվում է հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, քննչական սենյակներում, փորձագիտական կենտրոններում։ Յուրաքանչյուր նոր մանրամասն կարող է փոխել ընդհանուր պատկերն ու հասկանալու շրջանակը։ Մենք շարունակելու ենք հետևել զարգացումներին, երբ հրապարակվեն պաշտոնական տվյալներ, դրանք կներկայացվեն ամբողջությամբ եւ առանց աղաղաղման։ Այս պայն կարևոր է մեկ բան՝ մարդկային կյանքը ամենաբարձր արժեքն է եւ ցանկացած իրավիճակ, որը վտանգում է այն քաղաքային միջավայրում, պահանջում է ոչ միայն իրավական, այլև հասարակական լուրջ գնահատական։ Եթե կլինեն նոր մանրամասներ, մենք կվերադառնանք թեմային։ Այս պայն կարևոր է հիմնվել միայն հաստատված տվյալների վրա եւ սպասել իրավապահների պաշտոնական տեղեկություններին։ Մենք հետևելու ենք զարգացումներին եւ կներկայացնենք նոր մանրամասներ, երբ որ դրանք հասանելի լինեն։ Տուժածների վնասվածքների բնույթը կարևոր նշանակություն ունի իրավական որակավորման համար։ Բժշկական եզրակացությունները կպարզեն կրակոցների հեռավորությունը, կրակոցի ուղղությունը, վնասվածքների ծանրության աստիճանը, առկա են եղել արդյոք սառը զենքի կիրառման դեպքեր, ծանր մարմնական վնասվածքի եւ մահվան հանգամանքը կարող են էապես ազդել մեղադրանքի հոդվածների վրա։ Սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերը կարող են ներառվել քրեական գործի նյութերում։ Տեսագրությունների փորձաքննությունը կարող է պարզել մասնակիցների շարժը, կրակոցների հերթականությունը, հնարավոր նախաձեռնող կողմը, մեքենաների տեղաշարժը։ Եթե տարածքում կան տեսահսկման համակարգեր, դրանք նույնպես կվերլուծվեն։ Դեպքի վայրում հայտնաբերված Lexus մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է կարևոր նյութական ապացույց։ Քննության շրջանակում կպարզվի, ում է պատկանում մեքենան, եղել է արդյոք այն միջադեպի ակտիվ մասնակից, մեքենայից իրականացվել են կրակոցներ, թե ոչ, մեքենայի վրա առկա վնասվածքների բնույթը, տրանսպորտային միջոցի փորձաքննությունը կարող է տալ լրացուցիչ պատկեր միջադեպի դինամիկայի վերաբերյալ։ Քրեական իրավունքի տեսանկյունից հնարավոր են մի քանի տարբերակներ, կախված հանգամանքներից։ Դրանք կարող են ներառել սպանություն, սպանության փորձ, ապօրինի զենքի պահում եւ կիրառում, խուլիգանություն, զենքի կիրառմամբ։ Վերջնական որակավորումը կախված կլինի քննության արդյունքներից եւ հավաքագրված ապացույցներից։ Նման դեպքերը բարձրացնում են ավելի լայն հարցեր՝ հրաձենի ապօրինի շրջանառություն, քաղաքային միջավայրում վերահսկողության մակարդակ, կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետություն, սակայն այս փուլում դեռևս վաղ է համակարգային եզրակացություններ անել, մինչ քննության ավարտը։